Պարոն Գրիգորյան, բարև ձեզ, երեք խոստացաք, որ այսօր ինձ հարցազրույց եք տալ։ Հա, գիտեմ, որ չեմ կարող կայնի քայլել։ Ուզում եք կարան կաբինետում նստած։ Լավ չէ։ Ձեզ չտան։ Չէ, իշտում եմ մի հատ տեղի։ Հա։ Պարոն Գրիգորյան, դուք հրապարակային հարցազրույցում խոստացել եք, որ պետք է 8 անգամ ներողություն խնդրեք, եթե պարզվի, որ Սամվել Կարապետյանը ներդրումներ է արել Գեղարքունիքի մարզում, դրան հետևեց մեր ձևով շարժման բոլոր հարթակներով, տեսանյութերը, թե ինչպես է Սամվել Կարապետյանը 147 տանիք վերանորոգել, պատերազմից հետո նաև մի շարք բնակարաններ էր նվիրել, այդ ամենը տեսագրությամբ, տեսանյութով մարդիկ իրենք էին պատմում։ Հետո ինչքան ես հասցրեցի կարդալ ձեր մեկնաբանությունները, ասել եք, որ չեք պատրաստվում ձեր խոսքի տերը լինել, տղամարդու խոսք եք տվել։ Հիմա ինչի ներողություն։ Ես իմ խոսքի տերն եմ, ես ասել եմ այն ինչ որ կարամ հիմա բառերով կրկնել, ինչ վերաբերում է տեքստի սկզբից կարդալու, մի անգամ յուս տեքստի սկիզբը գրածի ընդ որում ոչ թե հարցազրույցի սկիզբը դնելու ասել, որ այս ասացի հիման վրա պետք է սենս լինի։ Ես որից եմ այդտեղ չեմ ասել, որ Սամվել Կարապետյանը ներողություն պետք է խնդրեմ։ Չի եղել նման բան, ես ինչ ասում եմ, ասացին տերեմ, ասել եմ, եթե ցույց տաք ինձ Գեղարքունիքի մարզում արված աշխատանքներ, ըստ վերջում շարունակել եմ, ըստ էության զոհված ընտանիքների լույսը 1 ամիս զիջելը, բազմազավակ ընտանիքների լույսի 1 ամիս զիջելը, կարող եք բացել այդ հրապարակային, այսինքն Factor TV-ում դրած այնպես չի, որ այդպես է, բայց ինչ վերաբերում ես եթե իմ ասածը կայան մեր հանրությունից ու հասարակությունից ես էլի պատրաստ էի եւ ես ըստ էության եթե այդ նաեւ դրանից հետո լրագրողն ինձ ասում է որ չգիտեմ Սևանում կամ Վարդենիսում ինչ-որ բան է ասում ուզում ասել որ արելին ես իրեն հարց եմ տալիս երբ իրենք քաղաքականության մեջ են անցած տարի էլ դպրոցի պայուսակ էին ուզում բաժանել կամ չգիտեմ բաժանել էին եթե հետ էլ վերցնենք ես դրա մասին չեմ խոսում եմ այն ժամանակ երբ իրենք քաղաքականության մասին երբևէ չեն էլ մտածել եւ ուղղակի բարերարություն արել Գեղարքունիքի մարզի մասն է խոսքը ես նաեւ չեմ բացառում որ այլ մարզերում ինչ որ աշխատանք միգուցե արվել է։ Ինչ վերաբերում այդ բարերարությունը, դա արվել է 22-23 թվականին իրենք են դրա մասին փաստել։ Եվ երկրորդը, նրանք արդեն անցել են չափ ու սահմանեն, ինչ որ անբարոյականներ փորձում են այդ ցույց տալ, այդ ասել ու վերջում այլ մեկնաբանություն անել, թե իբրև, չգիտեմ, երևի իրենք որ փողով գնում այնտեղ զռում են, երևի իրենց հաճելի է այդ, ուզում են ուրիշներին էլ խորհուրդ տալ, բայց ես իրանց ասում եմ, հիմա ձեզ մոտ ձեզ հարցազրույց տալով ասում եմ գնացեք այնտեղ ինչքան ուզում եք զռացեք, դուք ու ձեր տերերը դրա մասին չէ խոսք։ Ինչ վերաբերում խոսքին խնդիր չունեմ ես հանրությունից հասարակությունից մարդ ցանկացած դեպքում կարող է հանրությունից ու հասարակությունը ներողություն խնդրել։ Դրա մասին ես ընդհանրապես խնդիր չունեմ, բայց ինչ վերաբերում ես կանչել եմ բանավեճի բաներ ունեմ ասելու Գեղարքունիքի մարզից, Բատաշիր գրուպը Ջիլ գյուղի դպրոց է սարքել, այնտեղ խնդիրներ կան, բաներ ունեմ ասելու, Ակում գյուղի միջնակարգ դպրոց բաներ կա ասելու, այսինքն ինչը իրանց հարմար չի։ Հրավիրում եմ, հիմա էլ եմ հրավիրում բանավեճի, ասելիքներ ունեմ, բանվոր կամ վարպետներից նամակներ ունեմ։ Հասկացա փողով զռալու հատվածը, ով է փողով զռում այս։ Այնտեղ մեկ ինձ էր կոչ արել նման բան շարժման անդամներից ես մտածում եմ երևի իրանց փողով գնում զռում են մտածում եմ տենց իրենց հարմար է ուզում են ուրիշներին էլ կոչ անել Կատեգորիկ չեք պատրաստում ներողություն խնդրել ամեն դեպքում տեսեք պարոն Գրիգորյան կարող եմ ներողություն խնդրել ամեն օր հանրությունից ու հասարակությունից իմ ասած, արած կամ չարած բաների համար ես այդտեղ խնդիր չեմ տեսնում բայց կոնկրետ կալուգայի սահմայից իհարկե չէ Ես նման բան որտեվ չեմ ասել, եթե ասած լինեի, ես միանշանակ եմ խոսքի տերն էի։ Դրանից էլ չեմ նեղվում, բայց ես իմ խոսքի տերն եմ, ես ասել եմ այն ու իմ միտքը, ու ես ասել եմ այդ ամեն ինչ նաև ամբիոնից, բա ինչի այն ժամանակ չէին ասել, թե այն ժամանակ այդ հատվածը չէին կարողացել կտրել։ Ասել եմ, եթե բարերար եք ասում, ինչի համար Լույսի փողը պետք է զիջած լիներ, որ համարվեր բարեգործություն։ Ոչ, բայց նաև այն ինչ որ իրենց սեփականներ եւ կարող էին անել, չարեցին։ Եվ այն որ մարդը երեխեն գիրկը նորածին երեխեն ասենք այդ ամիս լույսի վարձը չեր մոծել անջատում էին կամ այն մասին որ հիմա չգիտեմ շրջանառվում է ես չգիտեմ ամենության կախավարկածն հաշվի առնելով փողերի լվացում եւ այլն չգիտես ոնց հիմա քաղաքացիների լույսը մի քիչ է գրում այդ ամսական վճարը քիչ է վճարում չգիտես ոնց է այդ տեղի ունեցել Հիմա շատ է եկել օրինակ դու քաղաքացի ասելով ումը նկատի ունեք ԿՊԱ-ականների
Չէ, նկատի ունեմ Գեղարքունիքի մարզը, որ շփվում եմ քաղաքացիների հետ, չգիտեմ դրա փաստը, քանի որ իմ լույսի գումարը միշտ Հիմա դուք մտել եք մի դաշտ, ստացվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը հիմա զիջում է բոլոր երեխա մայրերին, հոսանքի վարձերը, բոլոր պարտքերը, չէ, ասենք, ու ով է ասել, որ այդ ձեր նշած քաղաքացին դիմել է հենց Սամվել Կարապետյանին, ինքն էլ չի զիջել այդ բանը։ Ես կարամ բերեմ մի 20-30 դիմում, որ այն ժամանակ գրվել է քաղաքացիների կողմից, որ օրինակ, չգիտեմ, լույսերի պատճառով մեկի ապարիկով գնաց խալաձելնիկնա, ասառնարանա փչացել են մյուսի հեռուստացույցը եւ այլն եւ մամացել անպատասխան, ես չեմ ասում, այսօր պարոն Պետրոսյանը զիջում է ինչ-որ բան, բայց նաեւ ես տեսնում եմ հիմա այդ մեր լեզու ասած էլեկտրիկներին, որոնք մարդկանց չեմ բռնում ու ասում այսօր հա տես, այդպես չեն ասում, մարդկանց հետ խոսում են, քննարկում են։ Դեմը ընտրություններ է, պարոն Գրիգորյան, մի քիչ կարող է։ Իրաց դեմն էլ էր ընտրություններ, անկեղծ ասած, այդ որ ասում եք բարերարություն արը, իրանք քաղաքականությամբ զբաղվել են 2021 թվականի ընտրությունների հաջորդ օրվանից։ Ես պնդում եմ։ Ոնց եք դա տեսել։ Տեսել եմ իրաց կողմնակիցներին, ովքեր հիմա իրաց կողքին են կանգնած, որ այդ հայտարարություններն եմ տեսել, որ ասում էին, էսա գալու է, մարդա գալով, հաղթելու է, ով էսա անելու, այս պահին այդ մարդիկ իրանց կողքը կանգնած էին, պարզ չէ։ Պարոն Գրիգորյան, դուք Կալուգայի Սամո ասացիք Սամվել Կարապետյանին։ Տենց եմ լսացել։ Հա, նայեք, նույն ձեր բանը, վարչապետը Նիկոլ Փաշինյանը Արցախի հրապարակում հանրահավաքի ժամանակ տալիս էր Սամվել Կարապետյանի անունը, մարդկանց հորդորում էր բարեգործ բարերարին, որը Արցախում եւ Հայաստանում ներդրումներ ա կատարել, ծափ տալ եւ ողջունել այդ մարդկանց անուն առ անուն։ Իդ ոնց ստացվեց, որ այն ժամանակ բարերար էր, հիմա ինչա մի քիչ, ասենք, ինչ որ բան ասել, խնդիրներ կան, բերդում նստած է այդ մարդը, արդեն դառավ Կալուգայի Սամո։ Տեսեք, ես իրեն փոքր ժամանակվանց լսել եմ, ասել եմ Կալուգայի Սամո։ Ես այդպես եմ լսել։ Վարչապետը, որ ողջունել է, ես էլ եմ ողջունում ցանկացած այն մարդին, ով Հայաստանի Հանրապետությունում անշահ խնդիր, Հայաստանի Հանրապետությանը ոչ վնաս տալով օգուտ կբերի, թեկուզ մեկ լումայի։ Ես կողջունեմ, կծափարեմ, ձեռքը կսեղմեմ, չգիտեմ, իր համար ինչ-որ բան կանեմ։ Ես վերջում Եվրոպայից մարդիկ էին եկել, Գեղարքունիքի մարզում ներդրում էին ուզում անել։ Ես գնում եի այս կողմ այն կողմ մարդկանց օգնում եի եւ այլն, Եվրոպացին ինձ հարց տվեց այդ մեկին, ասավ ինչի համար է ինքը մեզ օգնում։ Ասացի մի հատ հարց ունեմ, էլի դες քանի մարդ կա այդտեղ աշխատելու, ասին մոտապես ըստ էության 60-70։ Ասի օգնում եմ որ 60-70 Գեղարքունիքի մարզի բնակիչ աշխատա։ Իսկ իր համար մի քիչ խորթել է այդ տպավորություններ թե ինչ-որ ես ինչ-որ բան կա դրա մեջ, բայց չէ, ես օգնում եմ։ Ասացի ինչա ցանկացած մարդ, եթե 1 դրամի ներդրում պետք է անա Հայաստանի Հանրապետությունում, կարելի է ձեռքը սեղմել։ Բայց եթե դա չլինի ինչ-որ վատ, ասենք վատ մտքերի, այսինքն վատ միտք ունենա մարդը եւ Հայաստան, ասենք մի քանի օր առաջ հստակ իրանք փաստեցին, որ իրանք Հայաստանի Հանրապետության դեմ են, որտեղ իրենց փաստաբանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության դեմ անելու ենք միշտ հարցակում, կամ չգիտեմ, չեմ հիշում ձևակերպումը, մոտավորապես sense դեմ Հայաստանի Հանրապետության դեմ հարցակում գրո, հա երևի Դե եթե փաստաբանն ասում է նորմալ է, օրինակ, եթե օրինակ այդ նույն ասել ազգային ժողովի պատգամավորը, վայ, կասեն էս ինչա Հայաստանի Հանրապետության դեմ մարդն ասել է, մարդն անկեղծ է ասել, հիմա ինչքան էլ փորձենք այդ մարդի անկեղծությունը Վեհարանը գրոհելու կոչեր եկան, անձամբ դուք չէ, բայց ձեր վարչության նախագահը, ՔՊ-ի ղեկավարը, հանրապետության վարչապետը եղել գրոհի կոչ եւ գրոհի կոչը Վեհարանի դեմ անթույլատրելի է, չի կարա նման բան լինի, որևիցե մեկը չի կարա գրոհի կոչ անի։ Այդտեղ աղոթատեղի է, Վեհարանն է, Ասուտունն է, որտեղ Հիսուս Քրիստոսն ասում է, սա Ասուտունն է, այսինչ, այն որ ասում է, այսինչ է կարել հորոստունը։